Տաշիր Սամոյի եղբոր որդին գնացել կանգնել էր Սիսիանի դպրոցների դեմ, աղաղակում էր, թե տեսեք, այս դպրոցները փակում են, սրանք դպրոց փակող են, սրանք դպրոց սարքող չեն, բայց իրենց ձևով այս մարդիկ այնքան անտաղանդ էին, որ նույնիսկ չէին նկատել, թե այդ մեղադրանքները ինչ ֆոնին են հնչեցնում, օրինակ Սալվարդի դպրոցը, որտեղ ետնանկարում պարզ երևում էր դպրոցի պատուհաններից դուրս եկած վառարանների խողովակները, ու սա ակնհայտ փաստ է, որ դպրոցում ուղղակի չկա, գոյություն չունի ջեռուցման համակարգ։ Մեկ այլ լուսանկար Սալվարդի դպրոցից, որտեղ պարզ երևում է խոնավությունից նեխած պատը, ու բնականաբար այդ պատը երկար չի կարող ծառայել։ Հետագայում նաև անվտանգային խնդիր կարող է ստեղծել այնտեղ սովորող աշակերտների համար։ Հիմա տեսնենք այս նույն դպրոցի ներսում ինչ է կատարվում։ Դասարաններ, միջանցքներ, որտեղ ուղղակի չկա, գոյություն չունի անգամ հասարակ հատակ, ու երեխաները դասապրոցեսները անցկացնում են բետոնի վրա բառի բուն և ուղիղ իմաստով։ Դասարաններ, որտեղ անգամ նորմալ դուռ գոյություն չունի։ Եվ այո, մենք պատրաստվում ենք փակել այս դպրոցը։ Մի պարզ պատճառով, որովհետև կառուցելու ենք նորը, շատ ավելի անվտանգ, բարեկեցիկ ու ժամանակակից, որտեղ մեր երեխաները կկարողանան իրացնել իրենց կրթվելու իրավունքը։ Բայց ամենազավեշտալին այս պատմության մեջ գիտեք որն է, որ այս ամեն ինչի մասին խոսում է մեկը, ում հայրը եղել է այս իրավիճակի նախահայրերից մեկը։ Այո, նույն Նարեկ Կարապետյանի հայրը իշխանություն է կիսել Սերժ Սարգսյանի հետ, եղել է նրա աշխատակազմի ղեկավարը, եղել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը և ուղիղ պատասխանատու է մեր դպրոցներում տիրող այս խայտառակ իրավիճակի համար։ Հուսով եմ հաջորդ անգամ Նարեկը որևիցե դպրոցի պայմաններից դժգոհելուց, բողոքելուց առաջ կհիշի, որ իր հայրը ուղիղ պատասխանատու է այդ ամեն ինչի համար, թե բա մենք կապ չունենք նախկինների հետ։